723 աստղանշերը փոխարինեք համապատասխան թվերով, թվանշաններով։ Գործ ունենք բազմապատկման գործողության հետ, հետևաբար աստղանշերը փոխարինելու համար պետք է վերհիշենք բազմապատկման աղյուսակը։ 8-ը ինչ թվով պիտի բազմապատկվի, որպեսզի վերջում թիվը ստանանք 0, բնականաբար 5-ով։ 5 անգամ 8, 40 0 գրում ենք, 4-ը մտապահում ենք։ 5 անգամ 1, 5, 4 էլ ունեինք, 9։ 5 անգամ 3, 15, աստղանշերի փոխարեն գրում ենք 15։ Ինչ թիվ պետք է տեղադրենք երկրորդ աստղանշի փոխարեն, որպեսզի բազմապատկման արդյունքում վերջի թիվը լինի 4։ Այդ թիվը 3-ն է։ 3 անգամ 8, հավասար է 24, 4-ը գրում ենք, 2-ը մտապահում։ 3 անգամ 1, 3, 2 էլ ունեինք, 5, 3 անգամ 3, հավասար է 9։ Հիմա կատարում ենք գումարման գործողություն։ 0, 9-ին գումարած 4 հավասար է 13, 1-ը մտապահած, 5-ին գումարած 5, 10, 1 էլ ունեինք 11, 9-ին գումարած 1 հավասար է 10, 1 էլ ունեինք 11։ Հաջորդը։ Բազմապատկման աղյուսակի մեջ 1-ը միակ թիվն է, որ բազմապատկում ենք 3-ով, ստանում ենք 3։ 3 անգամ 1 հավասար է 3։ 3 անգամ 1 անգամ ինչ-որ մի թիվ պիտի հավասար լինի 8-ի, այսինքն թիվն 1-ով բազմապատկելիս ստացվում է նույն թիվը, հետևաբար այս թիվը 8-ն է։ 1 անգամ 4 հավասար է 4։ 2 անգամ 3 հավասար է 6։ 2 անգամ 8 հավասար է 16, 1-ը մտապահած, 2 անգամ 4, 8, 1 էլ ունեինք 9։ Կատարում ենք գումարում։ 3, 14, 1-ը մտապահած, 10, 1 էլ ունեինք 14, 9, 1 էլ ունեինք 10։ Առաջադրանքը կատարված է։ 724. Հետևելով օրինակին, սովորական կոտորակները դարձրու տասնորդական կոտորակ։ Մեզ մոտ օրինակը հետևյալն է, այսինքն ինչ պիտի անենք։ Նախ կոտորակները դարձնում ենք այնպիսի սովորական կոտորակներ այնպիսի, որպեսզի հայտարարը կազմված լինի 1-ից և 0-ներից։ Հետևաբար արդեն դարձնում ենք ըստ համապատասխան կարգի դարձնում ենք տասնորդական կոտորակներ։ Երկու եղանակ կա, ըստ որի կարող ենք սովորական կոտորակը դարձնել տասնորդական կոտորակներ, ես առաջին 3 հատը առաջին եղանակով եմ կատարել, մնացածը կատարել եմ երկրորդ եղանակով, այսինքն հեշտությամբ համարիչը բաժանում ենք հայտարարի։ «725. Պետք է կատարենք բաժանում, տասնորդական կոտորակը պետք է բաժանենք բնական թվի։ Որպեսզի տասնորդական կոտորակը բաժանենք բնական թվի, նախ անտեսում ենք ստորակետը, ստացված բազմանիշ թիվը բաժանում ենք բնական թվի, այնուհետև բաժանումն ավարտելուց հետո քանորդում տեղադրում ենք ստորակետը։ Եթե բաժանելի ամբողջ մասը փոքր է բնական թվից, այնուհետև քանորդում թիվը սկսում ենք 0-ից, 0 ամբողջից։ Հետևաբար սյունակով բաժանման կարգով կատարում ենք բաժանումը։ 726. Կրկին պահանջվում է կատարել բաժանում, տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի վրա։ Խնդրեմ։
Այստեղ թվի այսպես գրառման համար ներողություն եմ խնդրում չտեղավորվեց, արդեն թիվը գրել էի, թե չէ թե հավասարումը ուրեմն տողադարձ կանեի։ «727. Պահանջվում է լուծել հավասարումը։ Հավասարումը լուծելու համար նախ նման անդամների միացում ենք կատարում։ 5x մինուս 2x հավասար է 3x հավասար է 7,8, x-ը հավասար է 7,8-ը բաժանած 3-ի, x-ը հավասար է 2,6։ Հաջորդ 7y-ը հավասար է 8,4, y-ը հավասար է 8,4-ը բաժանած 7-ի, հավասար է 8,4-ը բաժանած 7-ի, y-ը հավասար է 1,2։ 3u մինուս u հավասար է 2u հավասար է 32 մինուս 8,454։ 2y-ը հավասար է 23,846, y-ը հավասար է 23,846-ը բաժանած 2-ի, y-ը հավասար է 11,923։ 5v մինուս 2v, եթե 2v-ն գա հավասարման այս կողմ, նշանը կփոխվի մինուս կդառնա, այսինքն 3v-ն հավասար է 55,2 գումարած 63,12, 55,2 գումարած 63,12, 3v-ն հավասար է 118,32, v-ն հավասար է 118,32-ը բաժանած 3-ի, v-ն հավասար է 39,44։